Today, the whole of humanity afflicted by violence and conflict is crying out for reconciliation. Ստամբուլում Կոստանդնուպոլսի ուղղափառ եկեղեցու առաջնորդ տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսի նստավայրն է։ Եկեղեցին տասնամյակներ շարունակ թուրքական իշխանությունների սահմանափակումների տակ է եղել։ Լևոն 14-րդ Հռոմի պապը իր նախորդների Հովհաննես Պողոս II-ի, Բենեդիկտոս 16-րդի, Ֆրանցիսկոսի պես նպատակաուղղված է այցելում Ստամբուլ նոյեմբերի վերջին նոյեմբերի 30-ը Անդրեաս Առաքյալի հիշատակի օրն է, որը նույնքան կարևոր է ուղղափառության համար, որքան Պետրոս Առաքյալը արևմտյան քրիստոնյաների։ Սա Նորաղոս 6-րդ պապի եւ Վազգեն առաջին կաթողիկոսի միջև ստորագրված առաջին համատեղ հռչակագիրը։ As I greet you, I would also like to extend my fraternal regards to His Holiness Karekin II, Supreme Patriarch and Catholicos of all Armenians, who recently honored me with a visit, as well as to the bishops, clergy, and the entire Armenian apostolic community in Istanbul and Turkey. That you have all responded positively to our humble invitation to honor. Պետք է փաստել, որ Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցին այս երկու օրերին միանգամից մի քանի հակահարված հասցրեց Բագրատ եւ Միքայել arczepiskoposների բնորոշմամբ հերձվածողներին, գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։ Նախ Բագրատ եւ Միքայել սրբազանների խիստ եւ ազդու նամակները, այնուհետ Մկրտիչ սրբազանի նամակը Կալանավայրերից, Արշակ սրբազանի մամուլի ասուլիսը, երկու թեմերի հոգեվորականների հայտարարությունները, եպիսկոպոսական ժողովի կազմակերպման մասին լուրը եւ այլն։ Չափազանց կարևոր էր նաեւ միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում գտնվող Պոլսից հնչած Հռոմի պապի եղբայրական ողջույնը ամենայն հայոց հայրապետին, որը փաստում է, որ աշխարհի ամենախոշոր քրիստոնեական եկեղեցին Տիեզերական համերաշխության ոգով առաքելական մեր Սուրբ եկեղեցու վեհափառ Գարեգին բին է շարունակում ճանաչել Թադեոս Առաքյալի հիմնած եւ լուսավորչի վերընձյուղած Մայրաթոռի միակ եւ աներկբա գահակալ։ Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցուն աջակցությունը ողջ հայության ազգային ինքնության պահպանության եւ տևականության խնդիր է։ Ուստի այդ աջակցությունը պետք է լինի աներեր։ Եկեղեցու շուրջ ստեղծված թեմայի համատեքստում քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը անդրադառնում է իր խոսքով ասած բավականին ուշագրավ մի հանգամանքի, այն է, որ կաթոլիկների պոնտիֆիկոսի այդ ողջույնը հայաստանյան միջավայրում տարածում ունեցավ զգալիորեն Գարեգին վեհափառին պաշտպանության նշանի ընկալումով։ Իմ կարծիքը շարունակում է լինել այն, որ Վատիկանը հայ առաքելական եկեղեցու քաղաքական կաղապարման կողմնակիցներից է։ Բնականաբար քաղաքական կաղապարման միջոց դիտվում է հայկական պետականությունը կամ այդ պետականության քաղաքական իշխանությունը, որն ինքն արդեն ենթարկվել է աշխարհաքաղաքական կաղապարման 44-օրյա պատերազմից հետո։ Հայ առաքելական եկեղեցու արժեքային, դավանական գաղափարական ինքնուրույնությունն ու ինքնաբավությունը, որը անցել է դարերի քննությունը, որքան էլ չհնչի տարօրինակ, բայց առաջին հերթին մրցակցային է դիտվում քրիստոնեական աշխարհի խոշոր խաղացողների համար, այդ թվում Սուրբ Աթոռի։ Սա անշուշտ չի նշանակում, որ պետք է Սուրբ Աթոռը հռչակենք թշնամի ու մարտնչենք։ Ոչ, հակառակը, քանի որ ռեսուրսներն ու ազդեցությունն անհամեմատ է։ Մեր եկեղեցու խնդիրն է պահել հարաբերության եզրերն ու խուսափել ուղիղ առճակատումից։ Ինչպես ասում են, չես կարող հաղթել բարեկամացիր։ Սրբազան հայրեր, նախ ուրախ եմ ձեզ տեսնելու համար։ Քաղաքական մեկնաբանի խոսքով սա շատ լուրջ պատմադավանաքաղաքական քննության շրջափուլ է մեր եկեղեցու համար, ինչպիսին իհարկե եղել է ոչ մեկ անգամ։ Հռոմի պապի Թուրքիայից ուղարկված ողջույնը գործնականում զուգահեռվել է հայաստանյան նոր իրավիճակի ֆոնին, երբ Փաշինյանը փաստորեն Մայրաթոռի դեմ խաղի մեջ է մտցնում հայտնի եպիսկոպոսներին։ Այս ֆոնին Բադալյանը ուշադրության արժանի է համարում, որ ժամանակադրական առումով խաղի մեջ է մտնում Գագիկ Ծառուկյանը, Հատիսի ու Դրագագաթին փրկչի ամենամեծ արձանի մասին իր ուղերձով, ընդ որում հատկանշական կետեր պարունակող ուղերձով, որը կարծես հնչում էր մի շարք առանցքային դերակատարների ուղղված առաջարկ, հայկական ինքնության աշխարհագրական սիրտ, միասնության եւ համաձայնության տարածք, արժանապատվության ճգնաժամին ի պատասխան, ուղերձ աշխարհին վերածնվող Հայաստանի կերպարը։
Իհարկե, հնարավոր է, որ Ծառուկյանն ընդամենը փորձում է օգտագործել պահն ու իր առաջարկներով դիրքավորվել շահեկան նախընտրական տրամաբանությամբ։ Առավել ևս, որ այս համատեքստում ուզում եմ հիշեցնել նաև կարևորը, որի մասին խոսել եմ դեռ շաբաթներ առաջ։ Արձանի հարցում հայ առաքելական եկեղեցին ուներ առարկություն, այն մասով, որ հայ առաքելական եկեղեցու դավանական սկզբունքների եւ կանոնների շրջանակում ընդունված չէ մոնումենտալ արձանների ավանդույթը, եւ ընդունելին հարթաքանդակի սկզբունքով պատկերներն են։ Ավելին, արձանային այդ մշակույթը կամ ավանդույթը բնորոշ է հռոմեադավան եկեղեցիներին, այլ կերպ ասած, կաթոլիզմին։ Անցած Կիրակի Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցված պատարագի ընթացքում իշխող ուժի քարոզչական մեքենան քաղաքական աճպարարական հնարք է կիրառել։ Փաշինյանի Ավտոշարեսյան մեքենաների վրա հանկարծ աղավնի է հայտնվել, որը ներկայացվել է իբրև Աստծո նշան։ Այս տեխնոլոգիան թուրքական քարոզչամեքենայի դասական հնարք է, որը վերջին տասնամյակներում բազմիցս կիրառվել է Թուրքիայում իշխանության քաղաքական օրակարգը սրբացնելու եւ առաջնորդին Աստծո ընտրյալը կերպարով ներկայացնելու նպատակով։ Օրինակ 2015 թվականի օգոստոսի 16-ին Ռիզեում մզկիթի բացման արարողության ժամանակ Էրդողանի գլխին զարմանալի հանգամանքներում հայտնված թռչունը թուրքական իշխանամերձ մամուլը նույն պահին ներկայացրեց որպես Աստծո նշան։ Այդ ժամանակ Էրդողանը գտնվում էր իր քաղաքական կենսագրության ամենացածր վարկանիշի փուլում, իսկ ընդդիմության ու հասարակական գործիչների դեմ բռնաճնշումները հասել էին գագաթնակետին։ Աղավնու հրաշքը մատուցվեց որպես վերից ուղերձ, ինչը հանրային ընկալման վրա իրական ազդեցություն ունեցավ։ Ֆիդա Ղազարյան, Գարիկ Արամյան, TB News։